Այս օրենքը լիներ, չլիներ, եթե ինչ-որ մեկին ուզենան փակեն, ավելացնեն, փոխեն, կանեին։ Ես հանձնաժողովի նիստին էլ ասեցի, ունեք շատ լավ հաղորդումներ ձեր երկիր մեդիայում, երկիրը երկիր է, մեկն է կոչվում, իմ սիրած հաղորդավարն է վարում։ Ըստ ՊԵԿ-ի հաշվետվությունների ձեր մոտ ամենաբարձր աշխատավարձը երևի 80-100 հազար դրամներ։ Հիմա 260 միլիոն դրամ, դուք եկեք ասում եք սիմվոլիկ գումար է, 260 միլիոն դրամ, որ հիմա հատկացնենք երկիր մեդիային, ինձ թվում է Գեղամ Մանուկյանը հենց վաղը մանդատը գնա իր հաղորդումները կսկսի վարել։ Հիմա ի՞նչն է խնդիրը, հարգելիներս, ես ասում եմ բովանդակության մեջ է հարցը, հասկանում եք։ Այո, թող այդ նույն հաղորդումը գա դիմի, ասի ես ուզում եմ այդ 260 միլիոնից, չգիտեմ, 10 միլիոնը իմը լինի։ Հատկացվի գնա եւ այդ հերացակման այդ ապուղու մեջ այդ հաղորդումները լինի։ Ափսոս ժամանակը չի։ Ես կուզեմ նաեւ որ այո լինի Հայաստանյան Ծառայական եկեղեցու մասին հաղորդումներ։ Եվ մեր հանրությունը գուցե իմանա թե հատկապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու որ սրբապատկերի փողը դեռևս Վարդանիկը չի տվել։ Իսկ այնտեղ կա մի սրբի նկար, որի փողը դեռ չեն տվել, հասկանում եք, մարդիկ գնում հաղորդում են ինչ-որ մի սրբի առաջ, որի փողը դեռ տված չի։ Եվ ավելի աբսուրդն է նա, որ ուզում են դա կաշառքով փակել, հասկանում եք։ Սա երևի այդ առաջին քրիստոնյա ազգի այդ բանն է, երևի շատ երկար ենք, արդեն տարբեր մոտեցում է։